ինչ ակնկալել դատարանից։ Հարցը այնպես եք ձևակերպում, որ հասկանալի է, որ ձեր մոտ էլ կասկած կա, որ այս ամենը գալիս է ամենավերևից հրամանի եւ ցուցումի հիման վրա, եւ հենց հոդվածի եւ դեպքի կարեւորությունն էր պատճառը, որ մենք 5 իրավապաշտպաններով նախաձեռնեցինք Էդգար Ղազարյանի պաշտպանությունը եւ հենց խնդիրը կայանում է նրանում, որ սա նախադեպ կարող է լինել հաջորդիվ յուրաքանչյուր գործչի, յուրաքանչյուր քննադատական ընդդիմադիր խոսքի պարագայում այսպիսի վարույթ նախաձեռնել։ Եվ գիտեք, զարմանալի չի այս դեպքը, այս գործը, մենք տեսել ենք, որ ամեն անգամ կառավարության նիստից կամ ազգային ժողովում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթից հետո որոշակի վարույթներ են նախաձեռնվում, նման տիպ վարույթեր օրինակ ժամանակին, երբ որ կարելի ասել ցուցում տրվեց Լևոն Քոչարյանին, հաջորդ օրը անմիջապես բերման ենթարկեցին դաժանաբար ուժ կիրառելով, բայց դատում են այժմ Լևոն Քոչարյանին, ոչ թե այն ոստիկաններին, որոնք բռնություն են գործադրել։ Էդգարի պարագայում միանշանակ կարող եմ ասել, երևի իրենք սխալ էին հաշվարկը արել։ Ճիշտ է, իրենց բացի քննադատական խոսքից Էդգար Ղազարյանի նաև նյարդայնացնում էր այն սարկազմը եւ այն իրոնիան, որը կա Էդգարի քննադատական խոսքում, երևի դա իրենց ավելի շատ է հունից անում, բայց այս դեպքում կարծում եմ ճիշտ չէին հաշվել, որովհետեւ յուրաքանչյուր այսպիսի դատի նիստ, դատաքննության օր ավելի երևում է այս վարույթի մերկությունը, ավելի երևում է շինծու լինելը եւ ավելի պարզ է դառնում, որ սա հերթական քաղաքական հետապնդման դրսեւորում է։ Պարոն Հարությունյան, նայեք, Էդգար Ղազարյանից առաջ դատարաններին այսպես հուշկու քննադատել է Նիկոլ Փաշինյանը եւ նույնիսկ օգտագործել է այնպիսի բառեր, որոնք Էդգար Ղազարյանը իրեն չէր էլ կարող թույլ տալ դատավորների հասցեին, ինչու օրինակ այս ստանդարտները չեն վերաբերում նաեւ իշխանության ներկայացուցիչներին։ Ես բազմից եմ իմ խոսքում նշել, որ մեր մոտ խտրական արտադատություն է իրականացվում եւ տեսեք, իրապահ մարմինները դարձել են մեկ անձի A կետից B կետ տեղափոխելու գործիքներ եւ ինչպես նաեւ ներկայիս վարչախմբի իշխանությունը բռնաճնշումներով, քաղաքական ճնշումներով պահող մարմիններ։ Եվ ինչն է այստեղ հետաքրքրական, շատ ճիշտ եք ներկայացնում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ոչ միայն նմանատիպ եւ շատ ավելի սուր քննադատություն է եղել, այլ ավելին Էդգար Ղազարյանը իր խոսքում ներառել է նաեւ այդ բառերը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն էր նշել եւ ստացվում է նրան կարելի էր, իսկ Էդգար Ղազարյանին չէր կարելի։ Տեսեք, ամեն ինչ արվեց դատական իշխանությունը ենթարկացնելու եւ ճնշելու եւ դրա հենց առաջի քայլը մենք կարող ենք հիշել, արձանագրել, դա 19 թվականի մայիսին, եթե չեմ սխալվում, երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կոչով, օրդորով մարդիկ շրջափակեցին դատարանները եւ դրանից հետո սկսվեց տոտալ ճնշում, շատ դատավորներ չդիմացան, շատ-շատերի նկատմամբ դիմացող դատավորների նկատմամբ տեղի ունեցան շինծու գործեր, մենք հիշում ենք, որ նույն Քոչարյանի գործով ցանկալի իշխանություններին որոշում կայացնելու դեպքում դատավոր կալանավորվեց, դրանից հետո սկսեցին են տոտալ ճնշումները, երբ որ բազմաթիվ դատավորներ կորցրեցին իրենց պաշտոնը, եւ մենք ապրում ենք այս իրականության մեջ, խտրական արդարադատություն, որը միակ միտված է ներկայիս վարչախումբը իշխանության պահելու եւ ինչու՞ չէ նաեւ ճնշելու ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց։ Պարոն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում խոսեց Հայաստանի դատական համակարգ երթվյալ ատենակալների ինստիտուտը ներառելու մասին։ Մենք որքանով գիտենք, դա անգլոսաքսոնական իրավական համակարգին է ավելի բնորոշ, բայց դուք ո՞նց եք պատկերացնում, Հայաստանում դա հնարավոր է եւ ովքեր կլինեն այդ ատենակալներ, ասենք օրինակ Ախուրյանցի անուն գա եւ դառնա երթվյալ ատենակալ, հնարավոր կլինի նման բան։ Կարծում եմ, այս իշխանությունների պարագայում ամեն ինչ հնարավոր է, արդեն փորձը եւս 7 տարիների տխրահարճակ դեպքերը ցույց է տվել, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ավելի լուրջ անդրադառնան, կարծում եմ մեր իրականության մեջ դա չաշխատող գործիքակազմ է, որովհետեւ եթե փնտրենք յուրաքանչյուրին ազգական եւ բարեկամ փոքր հասարակության մեջ կարող են գտնել Չեմ կարող ասել դա իրականում պլանավորում են թե հերթական շոուներից է, որը արվում է շեղելու համար հասարակությանը, բայց ինչևէ արդեն գիտեք ոնց
ոչինչի պետք չի այժմ լուրջ վերաբերվել, ինչ որ իրականացվում է իրենց կողմից։ Ամեն ինչ անլրջացրել են, ամեն ինչ արժեզրկել են եւ նորից եմ կրկնում, մենք այժմ ապրում ենք բռնապետությունում, որտեղ մեծ դեր է կատարում իրավապահ մարմինը։ Ասացիք, որ նիստ երևում է, որ սա մեր գործ է։ Ի վերջո ինչ ակնկալենք այս դատավարությունից։ Վստահ եմ, որ հաջողության ենք հասնելու, եթե ոչ այս դատանում, ապա մյուս ատյաններում։ Գիտեք ոնց, որքան էլ ճնշումները մեծ լինեն, շատ դատավորներ ունենում են այդ համարձակությունը եւ ինչու՞ չէ ունենում են նաեւ այն ընդվզումը իրենց ներքին, օրինակ 2-3 օր առաջ Արամ Հարությունյանի պարագայում արդարացման վերդիկտ կայացվեց, իսկ նա մեղադրվում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին վիրավորելու մեջ, այսինքն մենք դեռևս ունենք համարձակ, գիտակ եւ իրենց գործին նվիրված դատավորներ, ցավոք սրտի որոշ դատավորներ չեն դիմացել ճնշումներին, որոշները դարձել են իշխանահաճո, բայց ինչևէ ժամանակը ամեն ինչ կարծում եմ կդնի իր տեղը։ Շնորհակալ եմ։